Եվ նախկին վարչապետի միջոցով գումարները երկրից դուրս են հանված եւ Հայաստանում չկա Քոչարյանի ասած այն տղամարդը ճակերտավոր որ կգա ու Սերժ Սարգսյանին կտա երաշխիք որ այդ փողերը հետ չի բերվի դրա համար էլ սահմանադրական փոփոխություն է արվում որպեսզի ձգեն իշխանությունը մնան ինչքան հնարավոր է իշխանության մեջ ընդ որում պատասխանատվություն չունենալով հիմնական պատճառը դա է եւ նաեւ հիմնական պատճառներից մեկը այն է որ մի իշխանություն որը ձախողել է բոլոր ոլորտներում որը կեղծել է բոլոր ըստ էության ընտրությունները հավատալ որ նախ հանրաքվեն չի կեղծի դա միամտություն է չհաշված որ հենց 17 թվականի ընտրությունները կեղծվելու են եւ ընդ որում իր համար հեշտացել է ինքը ընդամենը մեկ անգամ կեղծելու է ունենալու է ազգային ժողովում այսպես ասած կայուն մեծամասնություն ունենալու է իր վարչապետը ունենալու է իր նախագահը եւ երկիրը կառավարել են օրինակ ասենք Ավշարի գործարանից խաշ ուտելու ընթացքում ոչ մեկ չի կարող ասի չէ ում են գնալու ասենք Սամվել Ալեքսանյանին կամ Շմայսին ասելու են ինչի է վիճակը վատ ում ենք ասելու այսօր կներեք հանրապետական կուսակցություն եք ասում պարոն Նիկոյան դուք որ թվականից եք հանրապետական կուսակցության անդամ Ես ամեն դեպքում կփորձեմ հարցին Չէ, ես այդ հարցից ես բոլոր հարցերին կպատասխանեմ, բոլոր հարցերին կպատասխանեմ, ես հարցը տալիս եմ շարունակում եմ, պարոն Չէ, դուք բավականին ակտիվ ես վերջացնեմ նոր, ես չեմ վերջացրել։ Դուք բավականին երկար խոսեցիք եւ դուք տալիս եք անուններ, դուք երևույթներ եք ասում, մեղադրանքներ եք հնչեցնում։ Ես ամեն դեպքում չեմ մտնի այդ դաշտը։ Ես սկզբից հայտարարեցի, ես կմնամ կառուցողական դաշտում եւ կասեմ հետեւյալը, որ ինչ թերություններ դուք նշում եք մեր երկրում Մի մասի հետ ես համաձայն եմ, կարող եմ որոշ թերություններ ես ավելացնել։ Եվ բազմաթիվ անգամ, երբ դուք նշեցիք, որ իմ Բաշարչյան պաշտոնյա եղած ժամանակ ես հնչեցրել եմ փոփոխություններ, բարեփոխումներ բառը։ Եվ մինչև հիմա մեր կուսակցական գործադիր մարմնի բոլոր նիստերի ժամանակ տևական ժամանակ տարիներ շարունակ ես անձամբ եւս հնչեցրել եմ փոփոխությունների, բարեփոխումների խնդիրը։ Մեր երկրին դա անհրաժեշտ է։ Ահա մենք առաջարկում ենք Համակարգային փոփոխություններ, համակարգային, որը վերաբերում է եւ պետական կառավարման համակարգին, եւ վերաբերում է իշխանական ճյուղերի զսպումների մեխանիզմին եւ դրանց առաջացման մեխանիզմին, եւ վերաբերվում է նաեւ անձերին։ Մեր երկրում կարծում եմ այս փոփոխություններով ստեղծվում է մի նախադեպ հնարավորություն, որ քաղաքական էլիտայի սերնդափոխություն կլինի պետական կառավարման համակարգի մեջ ամբողջությամբ նոր մեխանիզմներ շատ ավելի ժողովրդավար եւ քաղաքական եւ տնտեսական այդ մոնոպոլիաներ որ դուք մեղադրում եք եւ շատ ճիշտ եք մեղադրում կարծում եմ դրանով հնարավորություն կստեղծվի պայքարել դրա դեմ եւ այդ մոնոպոլիաները վերջ տալ ես կարծում եմ որ իշխանությունները հանրապետականի գիտակցաբար է գնում այդ համակարգային փոփոխություններին զգալով որ ոչ միայն այն քննադատությունից ելնելով որ կա ժողովրդի կողմից քաղաքական ուժերի կողմից իր հասեին այլև զգում է որ դա անհրաժեշտություն է եւ դա ուղղված է մեր պետության ապագային կան խնդիրներ համակարգային խնդիրներ եւ այդ համակարգային խնդիրները պետք է լուծվեն համակարգային փոփոխությունների միջոցով սա է Եթե դուք ուզում եք անձեր անուններ տակ, վիրավորել, այս միևնույն է ես չեմ մտնելու այդ դաշտը։ Մենք ունենք լուծելու համապետական խնդիր, ես մնալու եմ այդ դաշտում։